Նոյանտապանում հյուրընկալել եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Արդեն դժվար եմ ձեզ բժիշկ ներկայացնում եւ անվանում։ Մեր նախորդ հարցազրույցում հանրությանն առաջարկում էիք հարց տալ ինքն իրեն, ըստ այդմ նաեւ ընտրել։ Մենք ուզում ենք ինքնագլուխ ապրել, թե սրա նրա թևի կամ հովանու տակ տերման գանք մի խոսքով, այս համատեքստում իշխանության ներկայացուցիչները, իշխանության քաղաքականության հետ համաձայնողները ասում են մենք այս պահին առավել քան երբևէ ինքնիշխան ենք, որովհետև մենք առանց միջնորդի, առանց Ռուսաստանի առևտուր ենք իրականացնում Ադրբեջանի հետ, բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, ԱՄՆ-ի հետ TRIP ծրագիրն ենք իրականացնում, ծրագիր, որի շրջանակներում արդեն հստակ է Հայաստանը կունենա 26% բաժնեմաս եւ այդ բաժնեմասերը ավելացնելու հեռանկար կունենա որոշակի ժամանակ հետո։ Հիմա հանրությունն էլ, ինչպես տեսնում ենք, կամ չգիտեմ, իմ դիտարկման հետ կհամաձայնեք թե չէ, ընկալում է այս խոսույթը, այս նարատիվները, այս իրավիճակը, որովհետև եթե այդպես չլիներ, մենք կտեսնեինք բոյկոտ ադրբեջանական բենզինի օրինակ, պարգևավճարների հետ կապված աղմուկաղաղակ եւ այսպես երկար կարելի է շարունակել։ Դուք ինչ տպավորություն ունեք մեր հանրային, քանի որ շատ է կարևորում հանրային դիրքորոշումը։ Էլիզա ջան, ամեն արտահայտությունը ձեր հարցի մի առանձին ենթահարց է, որի շուրջ կարելի է ցավալվել, ամեն արտահայտությունն է, ինչ որ դուք արեցիք։ Հանրությունը բազմաշերտ, բազմազան, տարբեր շահերով ներկայացված, դա մի ամբողջություն է։ Միատարություն չի, որ ասենք, այ բոլորը սենց են մտածում կամ մեկ այլ կերպ են մտածում։ Մեծ խնդիրը ոչ թե ժողովուրդը գոհա թե դժգոհա, կամ համաձայնը թե անհամաձայնը։ Մեծ խնդիրը այն է ժողովուրդը որքանով է քաղաքացի իրան զգում, որքանով է քաղաքական։ Մեր մոտ այդպիսի տպավորություն կա, որ ժամանակի ընթացքում հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը եղել է այլ տերությունների գերիշխանության տակ։ Այդպես է եղել։ Եվ քաղաքականությունը որոշվել է այնտեղ ինչ որ կենտրոնում։ Մեր ժողովուրդը սովոր չի, որ ինքը պիտի իր քաղաքականությունը որոշի։ Օրինակ շվեյցարացուն դու չես կարող նույնիսկ համոզել, որ արի մտի Եվրամիություն, թեև Եվրոպայի սրտում է գտնվում։ Թեև մեծ խնդիրներ է ունենում Եվրամիությանը չանդամակցելով, չգիտեմ, մի քանի տասնյակ պայմանագրեր են կապել Եվրամիության հետ համագործակցության համար, այնինչ մի հատ Եվրամիության կազմ մտնելով կարային այդ հարցը լուծեին։ Բայց ինչի է դժվար, որտեղ այդ մարդիկ ասում են մենք ունենք ինքնակառավարման, մեր երկիրը կառավարելու որոշակի ավանդույթ, օրինակ, մենք ունենք տեղական հանրաքվեներ, տեղական։ Մենք ունենք, չգիտեմ, այսպիսի կառուցվածք։ Մեր դատարանը վերջնականն է մեր որպես որոշում կայացնող, արդարադատություն իրականացնող։ Իրանք ասում են մեր դատարանը վերջնականն է, նայավ, չի կարա դրսից մեկը մեր մոտ ճիշտ ու սխալ որոշի։ Մեր ճիշտ ու սխալը որոշում է մեր դատարանը։ Այսինքն մարդիկ իրանց քաղաքացի են զգում, իրանց քաղաքականությանը տեր են զգում։ Սա մի մշակույթ է, եւ մեկ այլ մշակույթ, տեսեք, ես չեմ կապում սա ինտելեկտի հետ, ցանկության հետ, կամքի հետ, հասունության կամ տհասության հետ, թեև կարելի է առանձին սրանց հետ էլ որոշակի կապեր գտնել, բայց մեծ հարցը ինչ մշակույթով է քո ժողովուրդը ապրում եւ ինքը ինչքանով է պետական, սեփական պետության սովոր։ Մեր ժողովուրդը սովոր չի սեփական պետության։ Լավ բառերով ասում ենք մենք կամ ազգայնականության որոշակի աստիճան ենք հասկանում սեփական պետություն կամ ազգային պետություն ունենալը, բայց պետությունը դա նաև մշակույթ է։ Կոպիտ ասած, պատկերացրեք, փաստ եմ ասում, ես ոչ թե օրինակ եմ բերում, անալոգիա է սա, անալոգիա չի։ Պատկերացրեք, մենք բոլորս կամ յուրաքանչյուրը մեզանից մի քաղաքական կազմակերպության անդամ է։ Հիմա օրինակ դուք կուսակցական չեք, ենթադրենք։ Ես շուտով ամենայն հավանականությամբ հանդես կգամ որպես կուսակցական։ Կամ մեր կուսակցությունով կգնանք, որտեղ ես անկուսակցական եմ, օրինակ կամ ես կլինեմ հենց կուսակցական։ Բայց տես մարդիկ ասում են, չէ, ես կուսակցական չեմ, ես քաղաքականության հետ ես գործ չունեմ, ենթադրենք։ Բայց ժողովուրդ լինել քաղաքացի, դա արդեն նշանակում է քաղաքական սուբյեկտի պետության, դա քաղաքական կազմակերպություն է։ Քաղաքական միավորի տեսակ է։
դու անդամն ես այդ քաղաքական միավորի։ Ոնց կարաս դու այդ քաղաքական միավորի անդամը լինես, ու դու չլինես քաղաքական։ Դա նույնն է, որ դու լինես կուսակցական ու չլինես քաղաքական, հասկանում ես։ Այ մեր ժողովուրդը, մեր մշակույթը չի սիրում, ընդունված չի, ինչու, որովհետև ասացի դարերի փորձը այլ մշակույթ է ձևավորել, ապա քաղաքական, երբեմն հակաքաղաքական մշակույթ է ձևավորել մեր ժողովրդի շրջանում։ Սա բերում է նրան, որ դու արդեն չես կարող ասես, ինքը կողմ է, դեմ է, որ սուս նստած է։ Ինքը կարող 100%-ով դեմ լինի, բայց սուս նստի, ոչինչ չանի։ Բայց դա ինչպես անվանենք ուրեմն։ Ապա քաղաքական վիճակ, հակաքաղաքական վիճակ։ Ժողովուրդը քաղաքական չի, այսինքն ժողովուրդը մեծ մասը, զգալի մասը, կապ չունի էլի մասը, ինքը փորձառու է, բան իմացա, հասկացող է, կրթված է, անկիրթ է, հարուստ, աղքատ, ոչինչ կապ չունի։ Մեծամասնությունը քաղաքական չի պատկերացնում, որ ինքը գտնվում է քաղաքական միավորի մեջ, որպես մեկ ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետությունը այդ քաղաքական միավորն է, ՀՀ քաղաքացին էլ ներկայացուցիչն է։ Անչափահասները կարան, որոնք ընտրելու իրավունք չունեն, քաղաքական իրավունքներ չունեն։ Անչափահասներ օրինակ ունեն բազմաթիվ իրավունքներ, ինչպես չափահասները, բայց չունեն ընտրելու քաղաքական իրավունք կամ տեխնատություն ներկայացնելու քաղաքական իրավունք։ Մերոնք քաղաքական իրավունք ունենալը որպես ձեռքբերում, որպես նաև պատասխանատվություն, մերոնք դա չեն պատկերացնում։ Պատասխանատվություն ինչ առումով նկատի ունեմ, որ եթե դու քաղաքական միավորի անդամ ես, դու պիտի այդ միավորի կառավարմանը մասնակցես։ Առնվազն քաղաքական ակտիվությամբ, առնվազն քվեարկելով։ Պիտի մասնակցես, չես կարա չմասնակցես։ Դա ոնց որ ազգային ժողովի падգամավորներ ասել, լավ, մենք հավես չունենք, այս տարի մենք քվեարկություն չենք անելու։ Ոչ նշանակում է լինելու, ոչ օրենքներ են ընդունվելու, ոչ չգիտեմ օրենսդրական նախաձեռնություններ ու փոփոխություններ։ Ոնց կնայի ժողովուրդը, որ ազգային ժողովի падգամավորները կամ նրանց մի 60%-ը կամ 50%, ուղղակի ասեն մենք այտենց իրավունք ունենք քվեարկելու, իրավունք ունենք, բայց չենք ուզում քվեարկենք։ Դրան մոտ բանը ժողովրդի քաղաքական пассивությունը, որ ասում է դե ես հավես չունեմ, ես չեմ հավատում։ Բա դու ստեի ով ես ընկեր, դու ստե ինչ ես անում։ Բնակիչ։ Հյուր, բնակիչ, նա տեր չի։ Սա իրանը չի։ Ինչպես եք աշխատելու այդ մարդկանց հետ։ Այս ինձ հիմա այս աշխատանք էր, որ ես հասկանում եմ, այս աշխատանքը պետք է այնքան անենք, այս աշխատանքը պետք է այնքան անենք, մինչև արդյունքի հասնենք։ Հիմա տեսեք ոնց է, մինչ այսօր այսպես հրապարակախոսական եմ հանդես եկել, առաջիկա մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում արդեն զուտ քաղաքական հանդես կգանք առաջարկելով մեր պետական նախագիծը, որպես ուղեցույց, այ ինչ պետք է անենք, կոնկրետ ինչ քայլեր կա անելու, որպեսզի A կետից ժողովրդի մասնակցայնությունն ու շահագրգռվածությունը A կետից հասցնենք B կետի կամ մի մակարդակից հասցնենք մեկ այլ մակարդակի։ Դրա համար որոշակի ուղեցույց ենք պատրաստում, մեծ հաշվով արդեն պատրաստ է։ Այդ ուղեցույցով պետք է աշխատենք։ Ու այդ ուղեցույցը ոչ միայն մեզ համար, այլ ընդհանրապես ցանկացած մեկի համար, ով ուզում է հասկանա, կոպիտ ասեմ, պետությունը ինչի հետ են ուտում։ Դա պետք է մենք հասկանանք ու սկսենք աշխատել։ Ու դա մի օրվա գործ չի։ Խնդիրն է նաև քաղաքացիներին տանել ընտրատեղամաս։ Գլխավոր խնդիրը դա է, թե քաղաքացիները պիտի մասնակցեն երկրի կառավարմանը։ Դա միայն ընտրատեղամաս տանելը չի։ Եթե ամբողջ ազգը 5 տարին 2 անգամ քվեարկության մասնակցի, դա մեկը չի աշխատելու։ Ինչու? Որովհետև նոր խոսեցինք մշակույթի մասին, չէ՞, որովհետև դա էլ մի առանձին մշակույթ է, քվեարկելը, ընտրություններին մասնակցելը, դա էլ մի հատ ուրիշ մշակույթ է։ Չես կարա 5 տարի ամեջ 2 ընտրություն մեր երկրում մի ազգային ժողովի ընտրությունն է տեղի ունենում եւ մի տեղական ինքնակառավարման մոտավորապես 5 տարին մի անգամ։ 5 տարվա մեջ 2 անգամ մարդկանց ընտրության հրավիրելով կամ տանելով, չգիտեմ ոնց ուզում եք անվանեք, դու չես կարող ունենալ այսպես կոչված դեմոկրատական մշակույթ, ակտիվ քաղաքացիներ,
ակտիվ քաղաքացիություն դու չես կարող ունենաս մոտավորապես զուգահեռներ տանելու համար ինձ համար միշտ օրինակ է Միացյալ Նահանգները ոչ թե այս Միացյալ Նահանգները որ ունենք չէ շատ բան չի փոխվել այլ 3 միլիոնանոց Միացյալ Նահանգները որ եղել է սրանից 250 տարի առաջ 3-5 միլիոնանոց երկիր է եղել 3-5 միլիոնանոց երկիրը տեսեք ինչ արդյունքա գրանցե ժամանակի ընթացքում իհարկե դրան համար տարբեր գործոններ են կան նպաստող եւ խանգարող բայց հիմա կոնկրետ ինչ են անում ասենք կարող է 4 տարվա մեջ երևի մի 10 քանի ընտրության մասնակցել 4 տարվա մեջ մենակ տեղական ինքնակառավարման մեջ մի հատ կմասնակցեն ավականի ընտրելուց մի հատ կմասնակցեն քաղաքապետ ընտրելուց կամ համայնքապետ ընտրելուց մի հատ կմասնակցեն շերիֆ ընտրելուց որը արտաքաղաքային ոստիկանությունն է շրջանային ոստիկանություն որ քաղաքից դուրս է սպասարկում մի հատ կմասնակցեն դատախազ ընտրելուց տեղական մակարդակում մի հատ կմասնակցեն դատավոր ընտրելուց չնայած կարող է 10 տարին մեկ լինի այդ դատավորի ընտրությունը այսինքն նայեք այս մենակ տեղական ինքնակառավարման մակարդակում ինչքան ընտրություն է սա մշակույթ է ձևավորում մարդկանց մոտ լինել քաղաքականապես ակտիվ այսինքն ոչ թե նրանց մոտ չեմ 100% մասնակցությունը դրա մասին չի այն 50%-ը որ մասնակցում է ընտրության նա գիտի որ ինքը երկիր է կերտում իշխանություն է թելադրում իշխանություն է որոշում նրա դուրը գնում են բոլորը օրինակ ես ասացի չէ համայնքապետ են ընտրում այդ համայնքապետն էլ իր հերթին առաջարկում է օրինակ ոստիկանապետի քաղաքային ոստիկանապետի տեխնացուին այսինքն նույնիսկ ոստիկանապետը այսպես դողդողա որ հանգարց լավ աշխատի որտեղ 4 տարի հետո կարող քաղաքապետին փոխեն ինքն էլ փոխվի քաղաքապետն էլ այսինքն հիմա ոնց է մեր ժողովուրդը օրինակ դժգոհում են ասում ոստիկանությունը լավ չի աշխատում ենթադրենք գողությունը արվել մարդը գնացել է բոլոր ճանապարհային կամ տարածքի կամերաներից հանել է տարել է ոստիկանություն ասում ոստիկանություն էս քո գործն է էլի այս կամերաների նյութը հանես ես ինքս այս նյութը հանել եմ դուք էլի չեք աշխատում ասում դե ծարաբեռնված են կեսենք են Միացյալ Նահանգներում եթե այդպես բան լիներ քաղաքապետը կկանչեր համայնքապետը ոստիկանապետին կասեր ընկերես կարող գլխի սարքում ես որոշել եք 4 տարի հետո չընտրվեք Դարձեք հաստատ որոշել եք այսպես ասած պաստավկա անեք ես ինչ եք անում չէ լինի գործը շատ է էսա այն ապրեք գործը շատ է բայց գործը պիտի արվի նահանգային կամ մարզային մակարդակ շրջանային մակարդակ էլի մի այս չափ ընտրություններ եւ մի այսքան ընտրություններ էլ նո այսքան չէ իհարկե ավելի քիչ հանրապետական մակարդակում, այսինքն ֆեդերալ մակարդակում, համապետական մակարդակում։ Այսքան ընտրության մասնակցող, սա մի դրվագ է, ընդհանրապես ես ցույց եմ տալիս, մի էպիզոդ, մի պարամետր, որին համապատասխան ոնց են անում, որ երկրի քաղաքացին իրեն զգում է իրավատեր։ Ոնց է զգում։ Պետք է փոխվի, պարոն։ Այո, հիմա Եթե 100% էլ հայությունը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ժողովուրդը 100%-ով էլ մասնակցեն ընտրությունների, բայց 5 տարվա մեջ 2 անգամ դրանից բան չի փոխվելու։ Պարլամենտը այսօր եկել է, ինքը ներկայացնում է իր մարդուն։ Այսինքն ժողովուրդը որ գնում է ընտրելու, հո պարլամենտ չի ընտրում։ Վարչապետի տեխնացուին է ընտրում, նա էլ իր հետ իր կուսակցությունը տանում է պարլամենտ։ Այսինքն այդ առանձին խոսակցություն է, այդ տենց ոնց, այլ պարլամենտին չի եք պահում, եթե պետք է իր թելադրածով այնտեղ, այսինքն եթե դրանք պետք նույն բանը լինեն։ Ինչի եք էլ պարլամենտ պահում։ Ես ճիշտ եմ հասկանում, հիմնադիր զավակները եւս պայքարելու է համակարգային փոփոխությունների դեմ ավելի շատ։ Այո, հիմնադիրը հենց հիմնադրի իմաստը է դա, որ մենք պետքա նոր հասարակարգ եւ նոր պետական կարգ հիմնադրենք։ Մենք ուրիշ ձև չունենք, չի լինելու։ Այսօր Facebook-ում գրել եմ, ընդունեք որպես կարգախոս, հա, որպես նախընտրական կարգախոս ընդունեք։ Հեշտ չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր ման են գալի հեշտ ճանապարհներ, նրանք տանում են դեպի փակ ուղի։ Դուք մի օր շուտ կամ մի օր ուշ կհասկանաք, որ գնում ենք դեպի փակ ուղի, բայց դուք անպայման դա կհասկանաք։ Հեշտ չի լինելու, հեշտ ճանապարհ չկա։ Չգիտեմ, խոստումներով, լավ ապագա խոստան, լավ է լինելու։ Մի քանի խոսքեր կան, որոնք էլի կարգախոսներ են, ժողովրդական, որոնք մեր տունը քանդում են, օրինակ լավ է լինելու։ Ինչիդ վրա է լավ լինելու, մի հարցնող լինի։ Ինչիդ վրա է լավ լինելու։ Դու ինչ ես արել որ լավ է լինելու, կամ դու ես մենակով քեզ ճղում ես, բայց եթե մյուսները դրան չեն մասնակցում։
Պետությունը դա համախմբում եւ համակարգում է 3 միլիոն մարդ ընդհանուր ինքնության հիման վրա որոշակի տարածքում համախմբվում են։ Է լավ, 3 միլիոն համախմբումը դա կարա ինչ որ բան անի, դա ոչի բան լուրջ չի կարա անի։ Դրա համար պետք է որ 3 միլիոնը ոչ միայն համախմբվեն ազգային ինքնության կամ կոլեկտիվ ինքնության հիման վրա կամ քաղաքացիության հիման վրա, այլև այդ համախմբումը պետք է որոշակի կառուցվածք ստանա, կազմակերպվի որոշակի ձևով։ Այնտեղ պիտի մեծ ու փոքր տարբերվի իրարից։ Մեծին մեծ պատասխանատվությամբ, փոքրին փոքր պատասխանատվությամբ։ Մենք ինչ ենք մտածում, մենք փրկիչներ ենք ման գալի։ Ասում ենք մեկը կգա, ու այդ մեկը մեր հարցերը կլուծի։ Իա։ Հա, գալու է քո երեխու տակը փոխի, գալու է քո ամանները լվանա, գալու է ճաշեփի քո համար։ Բայց դրանք չի անելու։ Ինչա քեզ թվում որ մնացածն էլ անելու։ Ինչա քեզ թվում որ քո պաջեզի դեմը նա է գալու մաքրի։ Ինչա քեզ թվում որ քո թաղի փողոցները նա պիտի գա ասֆալտապատի։ Ինչի օրինակ դուք թաղեցիներով չեք էտի անում։ Կասեն հետեւյալը, որովհետեւ մենք հարկեր ենք մուծում։ Իսկ ինչ եք այդ հարկը տենց ամբողջությամբ ուղարկում դեպի պետական գանձարան։ Միայն հարկերը գանձարան։ չեք, կասեն մենք ընտրել ենք, թող իրենք էլ անեն։ Դուք ինչ եք դե համբալ եք ընտրել ձեր համար։ Դրա համար էլ տենց համբալ են, էլի։ Բայց թամբալ համբալ են։ Դրա համար էլ տենց թամբալ համբալներ են։ Ոնց որ դուք եք թամբալ միլիստեր, նրանք էլ թամբալ համբալներ են։ Իբր թե ընտրել եք որ պիտի գան ձեր համար։ Ոչ։ Յուրաքանչյուրը պետության մեջ անելիք ունի։ Յուրաքանչյուրը։ Այդպես մեկը չկա որ ընդ անելիք չունի։ Որ լավ վերցնես, որ ընտանիքներն են, օրինակ, ընտանիքա թե բիզնեսա, որ տեսնես ամեն մեկը իր անելիքն ունի, այ մատ, ընդ չեն գնում կոֆե խմելու համար։ Ամենակոֆե խմելու տեղը, չնայած ես կողմ եմ սուրճ խմելուն, գործից առաջ ընթացքում, սրա մասին չի խոսքը։ Եթե մարդիկ գնում են ժամավաճառությամբ զբաղվելու, հիմնական պետական ապարատն է, որը վախենում է կրճատի։ Բա կրճատի այդ մարդկանց ինչ գործով ապահովի։ Վերադառնալով ձեր հարցին, քաղաքագիտության մեջ գոյություն ունի ձախողված պետություն, failed state հասկացություն։ Ձախողված պետությունը այն պետությունն է, որ հիմնական իր անելիքները չի կարողանում իրականացնել։ Օրինակ անվտանգության հարցը չի կարող լուծել։ Ես չգիտեմ ինչքանը մեր ժողովուրդը կամ մեր իշխանությունը ինքնիշխան համարում Հայաստանի Հանրապետությանը։ Միգուցե Ռուսաստանից որոշակի ինքնիշխանություն ա ձեռք բերել, ինչի հետ ես չեմ կարող չհամաձայնել։ Ինչ տենց է թվում, լավ, կարող եք դուք չհամաձայնվել սրա հետ։ Ռուսաստանից շատ ավելի խորը կախվածության մեջ ընկնելով Ադրբեջանի հետ առաջի հերթին եւ Թուրքիայի հետ։ Թուրքիայից եւ Ադրբեջանից շատ ավելի խորը կախվածության մեջ ընկնելով։ Եվ հիմա նոր կախվածություն ա ձևավորվում արդեն Միացյալ Նահանգներից եւ Եվրամիությունից։ Թե դա ինչեր է մեզ ինչ հնարավորություններ է մեզ տալի եւ ինչ ռիսկեր է պարունակում, սա առանձին շատ մեծ խոսակցության թեմա է, մի քանի ժամանոց թեմա է։ Ես հիմա ասենց հպանցիկ չեմ ուզում ասեմ, նամանավանդ իմ դաշտում եղած կամ մրցակիցների կամ գործընկերներ, չգիտեմ որքանով է կարելի ասել, գործընկեր ոչ թե նկատի ունեմ բժիշկ, այլ քաղաքականության մեջ եղած մարդիկ։ Առաջիկայում հնարավոր է 1-2 ամսվա ընթացքում բանավեճեր լինեն, քննարկումներ լինեն։ Հիմա ես չեմ ուզում ամբողջությամբ բացել այն սնանկությունը քաղաքական մտքի, որ ամեն օր կարելի է լսել եթերում։ Կան եւ մեծ հնարավորություններ, եւ լրջագույն ռիսկեր։ Հնարավորությունները դա հենց այնպես չեն տրվում։ Դուք դրանցից քաղես, էլի ակտիվ գործողություն է պահանջում։ Հնարավորություններից օգտելու համար չեն ծամելու բերեն դնեն բերանը տասեն։ Դե ասում են աշխատանքի արդյունք է, որ մենք ունենք արդեն կոնկրետացում, կոնկրետ թրիփի ուղղությամբ ունենք բաժնեմասերի հստակ բաժանում եւ սա կայուն հեռանկարում մեզ կօգնի զարգանալ, ամրացնել պետականությունը։ Տեսեք, ես նոր ինչ էի բացատրում։ Չի լինելու առանց ներքին վերափոխումների ներքին Թումանյանն ասում է ներսից ենք փտած։ Ժողովուրդ ջան, թրիպով կլինի, առանց թրիպ կլինի, ներսից ենք փտած։ Այդ հարցը մենք պետքա լուծենք։ Մենք նախ եթե պիտի դիագնոզենք, որ կա այդպիսի հարց, երկրորդ այդ հարցը պիտի լուծենք։ Այ որ այդ հարցը լուծենք, այդ կայացած համակարգված այդ ժողովրդով թեկուզ 3 միլիոն։ Կարող ենք լուրջ հնարավորություններից օգտվել, որոնք մեր առաջ բացվում են։ Իսկ հիմա ինչ վերաբերում է թրիփին, եկեք ես ձեզ մի այսպես մտավարժանք առաջարկեմ։ Պատկերացրեք Հայաստանը չունի իշխանություն, չունի ներկայացուցիչներ այդ հարցում։ Ասենք
ասենք տանձի պոչ է, դիցուկ, Ռուսաստանն է, որ շահեր ունի Սյունիքի վրա, Իրանն է, որ շահեր ունի, Ադրբեջան, Թուրքիա, Չինաստան, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն։ Այս գործարքը ոնց որ հիմա կայացել է, կարող է սրանից ինչ որ շատ տարբեր մի բան ստացվել, եթե Հայաստանը ոչ ծպտուն չաներ, ավելի տարբեր բաներ լինելու, քան հիմա է գծագրվում։ Այսինքն միայն Ռուսաստանի շահերը Սյունիքի վրա, Իրանի շահերը Սյունիքի վրա հերիք են, որպեսզի որոշակի տոկոս տային Հայաստանին, հա, որոշակի դասավորվածք լիներ։ Հասկացա, տարբեր ազդեցություն վերցրեք մի հատ պլաստիրին, ու մի 3-4 հոգի թո տարբեր կողմերից սխմեք։ Հիմա այս պլաստինը դեֆորմացվում է այս տարբեր ուղղություններով եղած ճնշումներին համապատասխան։ Եվ հետո գլուխ է գովում, որ տեսեք մենք ինչ մեծ աշխատանք ենք անում։ Աշխատանքը գիտեք որը կլիներ, որ դու պլաստիրինի պես չճզմվեիր։ Այ անողնաշար։ Այ դա կլիներ աշխատանքը, որ դու ցույց տայիր քո կոշտությունը որպես պետություն։ Ոչ թե քո մոտ մարդիկ գան օգտագործման իրավունքով տարածքը վերցնեն։ Այ դա կլիներ, որ Ամերիկան քո հետ համագործակցեր, ոչ թե նրա համար, որ այդ հողակտորը դու տալիս ես իրան, այլ որովհետև այդ հողակտորը դու կարող ես այնքան լավ կառավարես, ու ոչ միայն այդ հողակտորը, ամեն մետր քառակուսին քո երկրի կարող ես այնքան լավ կառավարես, Ամերիկայի հետ էլ այնքան հետաքրքիր առաջարկներ ես կարողանում ներկայացնել, որ Ամերիկան ասում է, բա քո նման պարտներ չունենամ, բա ում ունենամ, արի ես լավն ես երևում։ Հասկանում եք ինձ։ Այսա կլիներ արված աշխատանք, երբ որ կերևար քո թե ճկունությունը, թե կոշտությունը։ Իսկ դու պլաստիրինի պես լղկել ես, այնպես ինչպես լղկել են տարբեր կողմերից, դրա արած աշխատանքս ո՞րն է։ Այ ինքնակոչներ։ Դուք աշխատանք անող եք մինիմալ մի քանի բաներ երկրում էլի եմ ասում։ Մինիմալ մի քանի բաներ, որոնք պիտի արվեն։ Իրավապահ գործառույթը։ Դա տենց շաբաթ կա, որ մի 2-3 դանակարության մասին դուք չլսեք։ Հələ հիվանդանոցներում խոսեք ինչա կատարվում։ Ու այդ թվում անչափահասների մասնակցությամբ, թե որպես զոհ, թե որպես հեղինակ։ Սենց է լինում արված աշխատանքի արդյունքը։ Սա է այդ fail state-ի, այս ձախողված պետության մի քանի չափանիշներ են դրա։ Հայաստանը դասական առումով ձախողված պետություն չի համարվում։ Սոմալի չի, էլի ասենք։ Հայաստանը չի համարվում, բայց լավ, այսինքն պիտի մի հատ էլ սպասենք, թե երբ է դա լինելու, կամ յոլա գնանք, գոհ լինենք, որ Սոմալիի պես չենք, ավելի լավն ենք։ Ասենք մեր համեմատությունը բանն է, էլի։ Սիրիան է մեր համեմատությունը, Լիբանանն է։ Ու Լիբանանից ոնց որ թե այդքան էլ ավելի լավ վիճակում ենք, քան Լիբանանը։ Ենթադրենք, հասկանում եք։ Այդ իրավապահ գործառույթը, այդ ոնց պետք է լինի։ Մենք երեխեքի տեր ենք։ Ես ասենք, իմ տղան 10-11 տարեկան է։ Վաղը մի քանի տարի հետո նա արդեն միգուցե որոշակի ուժ գա տուն էլի։ Եվ դանակրի ենթադրենք իր մոտ հիմա այս հարցը ոնց է լուծել։ Էս ում հույսով ենք։ Էս ում հույսով ենք։ Թրիփով, հա, թրիփի վրա է հույսները ժողովուրդ։ Հա։ Բայց այդ առանձին վերցած անձնական ողբերգությունները, որոնք տարվա կտրվածքով հարյուրավոր դեպքեր են անում, այ ընկեր։ Ատետս ոնց կարա լինի։ Երկրում ոնց կարա լինի այտենց բեսպրիձել։ Բա պետական կարգը ուր է։ Բա ժողովրդի ներսի բարոյականությունը, կոնֆլիկտներ լուծելու մեխանիզմը, բա արդարադատությունը ուր է։ Բա պետությունը ինչի համար է։ Որ երկու հոգի տարաձայնություն ունենան, ոչ թե իրանց մեջ այդ հարցը լուծելը դիրում են երրորդ կողմին։ Քրեական ենթամշակույթի դեմ քրեական հետապնդումը մտցրել են, այսինքն ընդ դիմելը հանցագործությունն է, չէ՞։ Եթե գնաս մի քրեական հեղինակության դիմես, ասես արի մեր համար ճիշտ ու սխալ որոշի, դա հանցագործություն է։ Էսի մեկ։ Չեմ ողջունում դա, բայց դա էլ էլի արբիտրաժի տարբերակ, մոտեցում։ Հիմա եկանք այս մյուս հարցին, այս կոնֆլիկտները ոնց է լուծվելու։ Հատկապես երիտասարդության մեջ, ովքեր չեն տիրապետում փողոցային կյանքի մշակույթին, որ տիրապետում են օրինակ 90-ականների սերունդը։ 90-ականների սերունդը ուներ փողոցային կյանքի որոշակի մշակույթ։ Դա ոչ լավն էր, ոչ վատն էր։ Հիմա այդ մշակույթն էլ չկա, այսինքն չկա հիերարխիա փողոցում։ Փողոցում ժամանակին կար հիերարխիա։
90-ականին դա շատ վատ օրինակ է, տեսեք, ես դա չեմ ողջունում։ Ես ուղղակի ուզում ասեմ, կար հիերարխիա, որը ինչ որ կարգավորիչ ֆունկցիա էր կատարում։ Հիմա չկա հիերարխիա։ Հիմա կան տեղեկատվական տեխնոլոգիաներ, որտեղ ցանկացած մեկը հեշտությամբ կարա թմրամիջոց ձեռք բերի։ Հա? Առանց ինչ որ մեկն էլ դա ցրում է, ժողովուրդ ջան, այս հարցերի պատասխանը ով պիտի տա։ Ով պիտի տա։ Թրիփը կբացենք, առևտուր կանենք ու օքեյ, այս հարցերը լուծվելու է։ Սա պետության հիմնական ֆունկցիաներ, իրավապահ, արդարադատություն։ Պետության հիմնական ֆունկցիաներն է, դու ձախողված պետություն չես։ Ինչ արած աշխատակ։ Սրա մասին եմ ես խոսում։ Սա ֆունդամենտից պիտի լուծվի այս հարցը։ Էստի ոչ թե տերտերները պիտի գան օծեն այս տունը, սենց օծեն, ասեն, վсё, այս այսուհետև օծված է, հանգիստ ապրեք, այս ֆունդամենտից պետք է այս հարցը լուծվի։ Մենք ունենք այսօրվա դրությամբ մի հասարակարգ, որը քաղաքական չի, որը իրավական չի։ Այս հարցը պիտի լուծվի։ Ու այն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում իրանց երեխեքին վաղը դարձնեն խուժան, ինչա թե նրանք գիտես ինչ կա, ապահովված լինեն կամ ինչ որ մի քիչ անվտանգ լինեն, չեն էլ պատրաստվում այդ երեխեքի արժանապատվության հաշվին նրանց գոյատևումը ապահովել, այդ մարդիկ պիտի իրար գան ու իրանց երգիրը վերցնեն իրանց ձեռքը, նախ խելքները գլուխները հավաքեն, հետո երգիրը վերցնեն իրանց ձեռքը։ Ինչքան կլինեն այս մարդիկ, ես չգիտեմ, բայց այս մարդիկ որոշակի տոկոս հաստատ կազմում են։ Այդ տոկոսի չափով նրանք պետք է ներկայացված լինեն պարլամենտում, առաջիկա ընտրություններին, եւ շարունակեն իրանց այս քարոզչական, կրթական, օրինակ ծառայելու այս ակցիան պիտի շարունակեն։ Ես իմ տղային 1-2 փորձեցի բացատրել, որ գիտես դժվար է լինելու որոշակի դեպքերում, ինքը ինձ բացատրեց, որ ինչ ես խոսում, ելքի պիտի դժվար լինի։ Եթե աշխարհում կա ճիշտ արդարություն, ինչի պիտի դժվար լինի։ Ես հասկանում եմ, չէ, որ այդ արդարությունը այդքան էլ չկա, այսպես ասած, ու ինչ մտածեցի ինքս ինձ համար։ Փոխանակ ես իմ տղային բացատրեմ, որ այս տղա ջան, այս երկրում կամ աշխարհում արդարություն չկա։ Չկա, այո։ Իսկ արի միջև ինքը կհասցնի, էդի ինքնուրույն տենա։ Իսկ ես միջև այդ արի արդարություն սարքեմ։ Իսկ ես եթե այդքան հեր կամ, այդքան հայր եմ, արի այդ արդարությունը սարքեմ իմ տղու համար։ Թող ինքը ճիշտ լինի, ոչ թե ես ասեմ արդարություն չկա, տղես, պետք է եղոնք ունես գլուխդ քորես կամ չգիտեմ, սենց անես, նենց անես։ Չէ, ճիշտ է ասում երեխեն։ Բայց եթե արդարություն կա, բա ոնց կարա։ Ինչ որ մի բան, ինչ որտեղ չաշխատի։ Ու այդ խնդիրը ես իմ առաջ դրել եմ։ Ես ուզում եմ լինեմ իմ տղու չափ լավ տղա, ով գիտի, որ արդարություն կա, թեև նա 10 տարեկան է։ Նա հələ չգիտի ինչ կա, չկա։ Ես գիտեմ ապրես, դե ուրեմն հասցրա սարքի ընկեր ջան։ Սարքի դա։ Եվ ես կոչ եմ անում նաև մնացած ծնողներին, որոնք իրանց երեխուն չեն ասում, կգնաս սենց կանես, անզիջում կլնես, կխփես ես կանես։ Չէ։ Ասում են, բալես դու ոնց որ ամեն ինչ ճիշտ էր ջոգում։ Մենք ենք սխալ պատկերացնում։ Մենք ենք ծույլիկ ու թամբալ, որ ձեր համար այդ երգիրը չենք ապահովել, ու մենք կապահովենք այդ երգիրը։ Ախր չես կարա չապահովել, դու պետք է ապահովես։ Դու պիտի դանը, դու ոչ թե պիտի քո երեխուն փչացնես, որ ինքը վիժիված անի, գոյատևի։ Դու պիտի սարքես փչացածը, որպեսզի ինքը իր ճիշտ ճանապարհի մեջ, իր արդար ճանապարհի մեջ, արդար ամեն տեսանկյունից, ուզում եք Աստծո օրենքներով, ուզում եք պետական օրենքներով, ուզում եք մարդկային օրենքներով, ուզում եք քրեական օրենքներով, քրեական աշխարհի։ Նա բոլոր օրենքներով ճիշտ է պատկերացնում։ Բայց եթե նա ճիշտ է պատկերացնում, մենք ինչի՞ց ենք նեղվում։ Ես մի հարց տվեցի կրակն ընկակ, զգացիք ինչքան խոսացի։ Պարոն Մանասյան, այս ձեր ասածներից դուք ինքնակոչ անվանեցիք կառավարիչներին։ Ինքնակոչ թե ինքնասպան։ Ինքնասպան։ Անակ սաղազգը փուրը գտան իրանք իրաց չեն եղած։ Եթե իրենք շարունակելու են այս տարբերակով։ Ժողովուրդ իրանք հələ թողեք։ Չի տանելու մեզ այդ ձեր ասած։ Էլի եկանք նրան։ Սոմալի դառնալու։ Բա մենք ինչ ասենք։ Մենք ստե չկանք, այս 3 միլիոն մարդ ստե չկա, լավ, ոտից գլուխ թող մի 100 հոգի լինեն իշխանական,
այդ ամուր թիմը, չնայած 30 հոգի ազիվ լինի այդ ամուր թիմը։ Հա լավ, թող իրանց շներով տարբեր մարզերից սպասեք։ Նաև ընդդիմությանը չտարանջատեն, որտեղ ընդդիմությունն էլ Տոմի 50 հոգի էլ նրանք լինեն, էլ իրանց շներով մարզում ոտից գլուխ թող լինեն մի 5000 մարդ, այ մարդ։ Ամբողջ երկրում թող լինեն մի 5000 մարդ, ալավ 50000 մարդ։ Այն մնացած միլիոնը, բա մենք ի՞նչ է։ Արածում ենք։ Բա մենք չկանք այս թվաբանության մեջ։ Այս համակարգում մենք բացակայում ենք, ջուր ենք, այսինքն իրանք ձկներն են, մենք էլ ջուրն ենք, հա։ Ու այդ ձկները ջրում զգում են իրանց ոնց ուզում են։ Մենք կարանք մենք ցույց տանք, որ մենք էլ ենք սուբյեկտ։ Հատա դժվար է, դրա համար առանձին այդ ուղեցույցը, որ ասում են պետական նախագիծ։ Ուղեցույցում սրա մասին առանձին բաժին կա, ոնց է լինում, որ սենց է լինում։ Հա, բայց էս էլ է լուծելի հարց։ Սա լուծելու հարց է։ Մեծ խնդիր են հիասթափությունն է, որ մեր մեջ կա այն ինչ տեխնիկի են էտի քանդե, էտի ավիրե, այն հիացմունքը, այն ոգևորությունը։ Լավ, հիմա այդպես ռոմանտիկ չենք ոգևորվի, բայց պետք է հաստատակամ լինենք։ Հեշտ չի լինելու։ Ընդունեք որպես կարգախոս, նախընտրական։ Հեշտ չի լինելու։ Ով ուզում է հեշտ, այնա լիքը առաջարկում են։ Ով պատրաստ է մարտահրավերների, եկեք գնանք տնանք ինչ ենք անում։ Մեր կյանքում սա իդեպ առաջի մարտահրավերը չի։ Իմ հասակակիցները գիտեն ինչի մասն եմ խոսում։ Մենք 90-ականներ ենք անցել։ Ավելի ավակ սերունդը ավելի ծանր է անցել, որտեղ մենք 90-ականներում պատասխանատու չէինք մեր օրվա հացի համար, մեր ծնողների սերունդը մեր օրվա հացի համար պատասխանատու էր։ Մենք պատասխանատու չէինք սահմանների անվտանգության համար, նրանք արուն քրտինքով պատասխանատու էին դրա համար։ Լավ։ Դա այսքան հաղթահարելուց հետո մենք հիմա կարող է եկեք մեր այդ փորձը օգտագործենք։ Ոչ թե հիասթափվելու համար։ Ինչ այդքան քնքուշ էինք, հա։ Վերջ։ Եկեք այդ փորձը օգտագործենք ոչ թե հիասթափվելու համար, այլ վերաիմաստավորենք էլի մեր այս կետը, որում հիմա գտնվում ենք։ Եվ երկրորդ մի շատ կարևոր բան, որ կուզենամ ասել մեր հեռուստադիտողին։ Սեփական փորձով, սեփական փորձառությամբ հեռու չես գնա։ Դա լավ բան է, որ սեփական փորձը օգտագործվի, բայց դա անգրագիտության ձևերից մեկն է, ուշադիր։ Գրագետ մարդիկ ուսումնասիրում են ոչ միայն իրենց փորձը, այլ նաև այլոց փորձը։ Ոչ միայն իրենց ժամանակաշրջանում, այլև պատմության խորքերում։ Եվ ոչ միայն պատմության խորքերում, այլ վերլուծաբանների, վերլուծողների, ընդհանուր միջև ֆանտաստ մտածողների, ֆանտաստիկ մտածողների, կանխատեսումները ապագայում։ Միայն սեփական փորձով առաջնորդվել, դա անգրագիտության ձևերից մեկն է։ Եվ որպեսզի մենք կարողանանք առավելագույնս մեծացնել հաջողելու մեր շանսերը, մեզ պետք է թե սեփական փորձը, թե այլոց փորձը, թե պատմական փորձը, խոսքը պատմության մասին չի, գիտության մասին, քաղաքագիտության, քաղաքական փիլիսոփայության մասին, սոցիոլոգիայի մասին։ 3 միլիոնը միտեղ ոնց են ապրում ժողովուրդ, սա առանձին գիտություն է։ Ու այս գիտությունն էլ իր հերթին տարբեր ճյուղեր ունի։ Թե ինչպես են 3 միլիոն մարդ միտեղ ապրում։ Ինչպես են միասին համակարգված գործում, որտեղ են ամեն մեկը իր համար անում, որտեղ են ընդհանուր բարիքի եւ ընդհանուր շահի համար անում։ Այդ ընդհանուր բարիքը որն է, այդ շահը որն է։ Այս ամեն ինչը գիտություն է։ Էսի բնածին չես իմանում, էլ ես պիտի սովորես։ Ու այս ձևով պիտի առաջ գնանք։ Ես չեմ ուզում հարցնել վերաիմաստավորման իմաստով մենք ուշացել ենք թե չէ, որովհետև չի կարող այնպես լինել, որ ուշացած լինենք, բայց մենք անցել ենք չէ՞ այդ կրիտիկական փուլերը, այսինքն մենք վերաիմաստավորման ավելի վաղ պետքա գնայինք, առնվազն գոնե Արցախյան պատերազմից հետո, ել չեմ ասում Արցախի ամբողջական կորստից հետո։ Հիմա երբ այդ կրիտիկական պահերը հաղթահարված են, սրանից հետո ավելի դժվար չի գնալ վերաիմաստավորման։ Տեսեք, մի հատ sense պահ կա, Արցախի կորուստը կամ պատերազմի պարտվելը, դա արդեն մեր քննության կտրվելն էր։ Դա ոչ թե փորձը չհասկանալ, չյուրացնել, դա արդեն այդ ամեն ինչի այդ չանելու արդյունքում եկած քննության կտրվելն էր, որը առանձին մի դաս է դառնում,
Ցավոտ դաս ու մարդիկ հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ ուզում են դա մոռանան, ուզում են չհիշեն։ Լավ, պարտադիր չի որ բոլորը հիշեն։ Բայց այսինքն հիշեն որպես ցավ, հա, եթե ուզում են մոռանան, օրինակ ես այդ հարսանիքների մի երկու անգամ դες խնջույքի եմ եղել ինձ համար տհաճությամբ։ Բայց նկատել եմ այսպիսի օրինաչափություն, այս թամադոները սկզբում ոտնկայս խմում են, զինվորի կենացը բան ու զովացների կենացը, հետո սկսում են տժալ։ Չգիտեմ, ինձ համար անհեթեթ է հնչում։ Կոնտրաստը շատ մեծ է, էլի նվիրականի ու սովորականի։ Շատ մեծ է կոնտրաստը, ինձ համար դա անբնական է։ Լավ։ Հիմա այդ եմ ասում, պարտադիր չի լավ ժողովուրդ բոլորդ էլ, ասենք, գնում եք ձեր քեֆերը այդպես եք անում, հիմա ձեր քեֆը դուք ձեր ընտրած թամադան, ձեր ծրագրերը, ինձ այդտեղ ես չեմ որոշողը։ Բայց ոմանք պարտավոր են դա ամեն վարքյան մտքի մեջ պահել։ Դա ամեն անգամ իրենց հաշվարկների մեջ մտցնել։ Պարտավոր են չեն կարա։ Այդ տեսակ ձախողումը դա չի կարա մոռացվի։ Գոնե ոմանք դա միշտ պիտի հաշվարկեն, հիշեն, ինչի տենց եղավ, ոնց տենց եղավ։ Ու առանց ստեղ ընդեղ մեղավորներ ման գալու։ Մեղավորներ կան։ Հաբա մենք ինչ հացու էինք։ Մենք ինչ արեցինք։ Հասկանում եք։ Հիմա տես ընդդիմությունը, չեմ ուզում, բայց ժողովուրդ, այդմիա ձեր օրերը հիշեք, այ մարդ։ Իշխանության մասին ասեցինք։ Ձգտումա ձախողված պետության։ Բայց ինչ պակաս ձախողված էր ձեր օրերում։ Բայց ձեր օրերում ինչ էր այ մարդ։ Այդ որ մեկի ժամանակա, այսպես ասած, երկիրը եղել։ 90-ականները հասկանալ էր, նոր էր հիմնադրվում երկիրը։ Պետականությունը նոր էինք, անկախությունը նոր էինք ձեռ, դա հասկանալի էր։ Բայց ընդեղ էլ հենց ֆունդամենտից այնպիսի արատներ դրվեցին, օրինակ, միգուցե որոշակի սխալմունքով եմ հիշում, բայց որքան հիշում եմ, Վազգեն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, իրեւ սա նրա համար չեմ անում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատ եմ, իր նկատմամբ պատկառանքը այս օրինակով չի կորում, այն պատկառանքը, որ ես ունեմ իր նկատմամբ, այսինքն ասել ինչ գործունես հանունը խիտվի։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան գնում են Մեհեր Սեթրակյանի մոտ Էրեբունու ընտրությունների ձայների հետ կապված, որպեսզի կազմակերպվի այնտեղ իրանց ուզածով լինի։ Ժողովուրդ, այդ օրը երկրի վերջ, ուզում ես Ղարաբաղ կրի, ուզում ես ծովից ծով Հայաստան բեր։ Այն օրը երբ որ Վազգեն Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը գնում են ոչ թե իրանց քաղաքացու մոտ, ընտրողի մոտ, այլ գնում են Մեհեր Սեթրակյանի մոտ, կամ հանդիպում են նրա հետ, ասում են որոշակի մանրամասներ կարող այս տեղեկության մեջ։ Դա հրապարակային լսել, մամուլից եմ էլի, հետի լսել։ Այդ օրը պրծավ երկիրը։ Այդ օրը վերջ։ Երբ ենք մենք պարտվե, այդ օրը։ Ճշտեք երբ ա եղել այդ օրը։ Այդ օրն ենք մենք պարտվե։ Սա քաղաքական հանցագործություն է։ Քաղաքական, որովհետև երկիրը 3 միլիոնի համախմբումն է, որոնց 2.200.000-ը թե 600.000-ը, 2 միլիոն ու կեսը քաղաքացի են, քաղաքական են, նրանք պետք է իշխանություն որոշեն։ Դու փոխանակ նրանց գնալով ընդգրկես խաղի մեջ, մասնակից դարձնես, որպեսզի քո վաղվա օրը ապահովված լինի, փոխանակ նրանց քաղաքացիական գիտակցությունն ու քաղաքական հասունությունը մեծացնես, դու ինչ ես անում։ Ասում ես սրանց հերը ոնց անից է, մեկի հետ պայմանավորվածության գնալով։ Դե որպեսի հեշտ կառավարեին։ Որովհետև ասենք այդտեղ ենթադրենք դրած է շատ ինչ որ վեհ ու կարևոր հարց։ Խնդրեմ, տեսանք վերջաբան այդ վեհ ու կարևոր հարցի։ Տեսանք ուր բերես դա հասցրեց։ Խնդիրների լավ քննարկումը թողենք, էլի խնդիրների տենց, բայց այդտեղից է սկսում հարցերի լուծումը։ Ոնց է լինելու։ Հիմա ժողովներ են կանում, ասում են ոնց ենք հանդես գալու ժողովրդին, ոնց ենք ներկայանալու։ Ու մի դասական օրինակ, որը իդեպ կարծում եմ, որ շատերն են անում։ Մի հատ սոց հարցում են պատվիրում, սոց հարցումով ձեզ էլ կարող է on-line եկած լինի այդ հարցերից։ Ձեր կարծիքով ամենամեծ խնդիրը որն է մեր երկրում, չգիտեմ, կամ առողջապահության ամենամեծ խնդիրը որն է, ասենց հարցեր են տալիս։ Ստատիստիկ հանում են, թե ամենաշատը մարդկանց ինչն է հուզում,
Վեր են կենով սկսում են այդ հարցերը իբրև թե լուծում ունեն այդ հարցերը, իբրև թե դա իրաց հիմնական ասելիքն է, ներկայացնում են ժողովրդին, որ ինչ անեն, դուր գան, հաճելի լինեն։ Մեր ժողովներում էլի քննարկումներ են եղել, իմ դիրքորոշումը եւ իմ ընկերների որոշ ընկերների, հա, դիրքորոշումը։ Ոչ մի դեպքում մենք չենք այդտեղ այդ մարդկանց չոլ մստելու։ Ավելի այդ մարդիկ շատերը չգիտեն իրանց ինչա պետք։ Անձամբ իրանց գիտեն, բայց իրանց քաղաքին ինչա պետք, իրանք էլի չգիտեն։ Պրոբլեմի հիմքում ո՞րն է, չգիտի, հիվանդը ինչքան ուզում է ցավ քաշի։ Ինքը դիա դիագնոզը 80% դեպքերում սխալ գիտի։ Թե իրեն չա իրան պետք ինքը սխալ գիտի։ Էսի կերա սենց եղավենի կերա, բայց մարսողության այդ պրոբլեմը ուտելիքի հետ չի կապված։ Էսի կերա այսպես եղավենի կերա նենց եղավ, այս դեղը խմեցի, սենց եղավենի նենց եղավ։ Ասես ողնաշարի պրոբլեմա, բայց փորացավա։ Փորացավա, ստամոքսի շրջանում ցավա։ Ողնաշարից, տենց լինում է, տենց դիագնոզներ կան։ Խոսում է, պատմում է, ինքը ամեն ինչ գիտի իր պրոբլեմի մասին։ Բայց իր մտքի ծերով անգամ չի անցնում, որ իր պրոբլեմի հիմքը ողնաշարում է։ Ասենք ողնաշարի գրիժան է, այսպես միջ ողային սկավառակի ճողվածքն է։ Հասկանում ես դա ոնց է։ Հիմա դու եթե քաղաքական այսպես կոչված էլիտա ես, դու ես գնացես սոցիալապրոսանում, տենում թե նրան ինչով քյոլ մստես։ Դու արի այդ մարդուն ասա իր պրոբլեմը ո՞րն է, անգեր, ըստ քեզ։ Ինքն էլ կգցի կբռնի արդեն, դու խելքին մոտիկ ես բացատրում, թե չէ։ Խելքին մոտիկ ես պարզաբանում, թե չէ։ Հասկանում ես ոնց է դա, ոնց պետք է աշխատի։ Ու ընդհանրապես ուրիշ ձև էսի չի աշխատում։ Ես ոչ թե բարոյական քարոզ եմ անում, ասում եմ սենց է, ուրեմն։ Ուզում ես երկիր, էսա ճանապարհը։ Չես ուզում երկիր, լիքը ճանապարհներ կան դա վարի տալու։ Երկիրը վարի տալու հազարավոր ճանապարհներ կան։ Անverջ դեմոկրատական բազմակարծություն կա այդ հարցում, թե ինչպես վարի տալ երկիրը։ Ինչպես են երկիր սարքում, դա ունի մի քանի պարտադիր քայլեր, գիտությունով ապացուցած։ Դու չես կարա վերցնես, դնես։ Այս տարբերակը չեմ ուզում, ես եմ ուզում։ Իսկ այս համակարգային փոփոխությունների գնալու դեպքում պետք է հարցնել հանրությունը պատրաստ է այդ փոփոխություններին, թե այս դեպքում էլ պետք է ասել, որ հանրություն ջան, քեզ պետք են փոփոխությունները, ուղղակի անհրաժեշտ են դրանք։ Եթե բարդ փոփոխություն չկա, մոտավորապես բացատրեմ դա ոնց է աշխատում։ Հիմա պատկերացրեք 5 տղայի մի տեղ են մեկուսացրել, 6 տղայի։ Մի 6 աղջիկա էլ մի տեղ են մեկուսացրել, ու ամեն ինչ անում են, որ այստեղ բազմանան, ընտանիք լինի, երեխեք ավելան, չի առաջան այենգեր։ Կառուցածը սխալ է։ Այդ 5 կամ 6 աղջիկ տղաներին մի ընդհանուր տեղ պետք է առան, որտեղ իրանք ընտրություն կանեն իրանց մեջ։ Ճիշտ է, միգուցե բոլորը չէ, 6-ն էլ են 6 զույգ չկազմվի այդտեղ։ Միգուցե կայուն 2 զույգ լինի։ Երկուսն էլ այնպես անկայուն, այնտեղ բայց եթե ուզում եք դեմոգրաֆիկ տեղաշարժ, խոսքա գնում դեմոգրաֆիկ տեղաշարժի մասին, ուշադրություն, ես չեմ խոսում այլ հարցերի մասին, տվյալ օրինակի հետ, որ կարելի է ասոցացնել։ Եթե քեզ պետք է դեմոգրաֆիկ տեղաշարժ, այսինքն սերունդ, նոր սերունդ, ապա դու պետք է այդ մի պարզ գործողություն անես։ Էդի տես բարդ բաներ չի է։ Էդի այդքան բարդ բաներ չի։ Օրինակ, եթե դու ուզում ես իշխանությունը լպստի քաղաքացու ոտերը, ընտրությունները պետք է հաճախ լինեն։ 2 տարին մեկ ընտրություն դիր այ ընկեր։ Ու տարբեր օղակների ընտրություն, թե տեղական ինքնակառավարման, թե հանրապետական, միգուցե նաև մարզային կամ շրջանային, այսպես կոչված։ Ընտրությունները դիտես ոնց են լպստելով ման գալու հետևից քաղաքացու։ Դա բարդ բան է։ Դե փոփոխությունը պետք է իրականացվի։ Դա ինչ բարդ բան է, մի հատ բացատրի, ինչ բարդ բան։ Ուրիշ մի հատ օրինակ ասեմ, սա իհարկե իմ անձնական հանդգնությունն է, մեր քաղաքական ընկերության կարծիքը չի, չեն մասնակցում ժողովուրդը ընտրությունների, հա։ Դու գանի 40-50% է մասնակցությունը։ Արդյունքում ինչ թվեր ուզում են այնտեղ ստացվում, մյուսները հիասթափված են։ Պրոբլեմներ ստեղծի նրանց համար, ովքեր չեն մասնակցում ընտրությունների։ Օրինակ, ինչ պետք է անի, 2 տարվա մեջ մի օր պետք է վեր կենա գնա ընտրության։ Եթե չգնաց, ասենք պրոբլեմա ունենում։ Պետք է բժշկի թուղթ ցույց տա, օրինակ։ Կարելի է էսի լուրջ քաղաքական թեմա է, էլի։ Սա նշանակում է քաղաքական իրավունքներ են դրանք, թե պարտականություններ եւ այլն, բայց մի օր դեբատի շրջանակներում կարելի է սա քննարկել, ու էլի մեծ թեմա է։
1-2 ժամ պետք է այս թեմային դնես։ Ֆունդամենտներից պետք է գաս։ Հիմա նայ։ Օրինակ, սա բարդ փոփոխություն է։ Չգիտես ոնց անես երկրում քվեարկությունը, բանը քաղաքացիական ակտիվությունը մեծացնես։ Չէ, եթե ցանկություն լինի, որպեսզի այդ քաղաքացիական ակտիվությունը լինի, դու կգտնես մեխանիզմ, բայց եթե չկա, ձեռնտու է, որպեսզի հանրությունը լինի լոյալ, եւ դու հեշտ կառավարես։ Իշխանությունը այսօրվա կառավարիչները։ Բայց իշխանությունը հենց նրա համար, որ ինքը ուզում է այդ իր տեղը պահի, ինքը հո չի ուզում լավ լինի, իր փոխարեն մեկ ուրիշը գա ավելի լավը անի։ Տենց իշխանություն կա, որ ուզում է իր փոխարեն ուրիշը գա, որովհետև այդ ուրիշը ավելի լավ կանի, չէ՞ ասում եմ։ Մենք ամենալավն ենք հասկանում։ Մի ուրիշ բան էլ կա, էս էլի ֆենոմենալ բան է։ Ուրեմն լսում է քաղաքացին, մեկը մյուսին, երկու հոգի մարդիկ իրար լսում են։ Այս մեկը մի քիչ բարդ բան է ասում, բայց խոսքերի մեջ ինչ որ ստերեոտիպեր է նկատելի, էլի։ Նմանացնում է ինչ որ բանի հետ։ Ու ասում է սխալ ես ասում։ Ինքը չի հասկացել ինչ է ասում։ Բայց այդ իր չհասկանալը դիմացինին ասում է դու սխալ ես ասում։ Էսի ֆենոմեն է։ Էլի ժողովուրդ ջան, հələ մի հատ նայեք էլի։ Կարող է սխալ չի ասում։ Կարող է դու չես հասկանում ինչ ասում։ Էսի ես երբ որ ինձ համար խիստ անընդունելի քաղաքական փիլիսոփաների կամ քաղաքագետների կարդում էի, փորձում էի հասկանալ, հետո մի պահից սկսած զգացի, որ ես արդյոք հասկանում եմ այս մարդկանց։ Ես գիտեմ, որ նրանք սխալ են ասում։ Պատմության փորձը ցույց է տվել, որ սխալ են ասում։ Բայց ուզում եմ մի հատ հասկանամ, բայց ես ինչ ասում։ Այս մարդը խո, այ մարդ գլխին մարդ է, երկար մտածել է ժամեր, օրեր, ամիսներ, տարիներ։ Ու դու զգում ես, որ այնուամենայնիվ ռացիոնալության հատիկ կա իր, ինքը մի տեղ է հասե։ Ճիշտ է, միայն դրանով իրականությունը բացատրել սխալ է, բայց ինքը մի տեղ է հասե, որի մասին դու չգիտեիր, որը քո մտքով չի անցնում, որը դու այլ կերպ ես հասկանում, կա այլ դիտանկյուն։ Էս էլ մի ուրիշ խնդիր է էլի։ Սխալ ասում։ Սխալ ասում, թե դու չհասկացար, դու իրոք հասկացար, կարաս կրկնես ինքը ինչ է ասում։ Կարաս դու իրա փոխարեն բացատրես այդ սխալը, կարաս բացատրես։ Եթե կարաս, ուրեմն, դու ճիշտ ես ասում, ինքը ըստ քեզ սխալ է, դու հասկացել ես իրան ու չես ընդունում։ Բայց դու հասկացել ես իրան ինչ է ասում։ Հիմա այդ ձև մեր պետությունը, մեր իշխանությունները կամ ցանկացած իշխանությունները ինչի պետք է հասկանան մեկ ուրիշին, որ հանգարց վերջում է պարզեն, որ հա էլի էսի ավելի լավ։ Էսի սրա ծրագիրը ավելի լավն է, քան թե իմը։ Այ տես։ Այստեղից էլի ձեր հարցին գանք, մեր ժողովուրդը փոփոխություններին պատրաստ է կամ պատրաստ չի կամ համաձայն կլինի։ Դա մեծ փոփոխությունների հարց չի, դա ահռելի փոփոխություններ են, բայց էդի ընդհանրապես այսպես մի հատ չրտ էս կողմ, մի հատ չրտ են կողմը։ Դա այդ տեսակ փոփոխություններ են, պարզ, հեշտ, հանգիստ, թղթի վրա արվող փոփոխություններ են։ Այդ թղթի անունը սահմանադրությունը։ Սահմանադրություն։ Այն նրա վրա մի հատ թանակով այսպես գրանցվում է, մարդիկ քվեարկում դա վավերացնում են, լեգիտիմացնում են, փոփոխությունն արդեն արված է։ Վերջ։ Այդտենց բաներ են էդի։ Պետության կայֆը դրանում է։ Հուսանք ունենանք մի օր ձեր պատկերացրած պետությունը։ Չէ, մի օր չես ունենալու, որովհետև դու միգուցե չտեսնես դա, ես էլ չտեսնեմ։ Բայց մենք այսօր կարանք սկսենք, հա։ Մենք կարանք դա սկսենք։ Ռեալ, այսօր կարանք սկսենք, այս խոսակցությունից հետո հանդիպում են մյուսի հետ, ասես մի հատ լսի ինչ ասում։ Մի հատ ուշադիր լսի։ Ընդ Միխելոկ ասում, բան։ Ասա ով տենց խոսա իմ ասացի վրա, ով տենց կասի, բան։ Ասա դե եթե գնա հետը բանավիճի հանրային։ Եթե դու տենց վստահ ես, այսքան ինչ խոսացի ստեղ։ Եթե տենց գնա հետը նստի նույն տաղավարում հետը բանավիճի, այդ նույն թեզերի, այդ նույն թեմաների շուրջ։ Եթե մեկը կասի սենց չի նենցա։ Խոսքս այդ քաղաքագետների բաներով, որտեղ լուրեր են գալի հասնում, որ մարդիկ ասում են, դե ես իմ խոսում եմ բան։ Յանի ինքը ջոգել է ինչ ես խոսում, հիմա էլ բան է, հավան չի։ Դե բոլորի
նկատմամբ կա այդպիսի դրսևորում վերաբերմունք, այնպես չի որ միայն Հայկ Մանասյանի նկատմամբ է։ Բոլորը բոլորին թերագնահատում են, բոլորը բոլորին քննադատում են։ Ու մեր իրականությունն այնպեսին է, ինչպեսին մենք այսօր ունենք եւ ապրում ենք այդ իրականության պայմաններում։ Լավ, ուրեմն ժամանակը ցույց կտա, ով ինչի էր ունակ, ով ինչի կարողացավ հասնել, ով իր գաղափարները ինչքան առաջ տվեց եւ վերջին հաշվով ով էր օրիգինալ եւ ով էր fake։ Եվ ով էր կարճաժամկետ, ով էր ընդամենը արդյունք ակնկալում եւ ով երկարաժամկետ։ Ով էր ընդամենը խլապուշկա եւ ով էր իրականում տեղաշարժ մեծ աշխատանք անող։ Էդի մի օր պիտի սկսենք ու էլի ասեմ հեշտ չի լինելու։ Հեշտ չի լինելու։ Հեշտասիրությունը այստեղ քանդելու ավիրելու է։ Բայց վախենալու բան էլ չի։ Ոչ մի բան հեշտ չի եղել։ Ում կյանքում հեշտ է եղել, չգիտեմ, ես իրան երանի քեզ։ Իմ կյանքում տես չի եղել։ Չնայած եղել են նաև հեշտ բաներ։ Բայց հեշտ երկիր չի սարքվում։ Մի հատ ավտո չես կարա վերջես, այ մարդ, էթա զապչաստը առնես, բերես տանդ ավտոն հավաքես։ Պետություն հավաքելը, պատկերացնես դա աշխատանք է։ Բայց դա մենակ մենք չենք, մեզանից առաջ դա արել են, խոսքը հանրապետությունների մասին է։ Հա Տիգրան Մեծի օրինակը հիմք մի ընդունեք, ինչու, մի հատ հասկացեք ինչ եմ ասում։ Տիգրան Մեծինը միապետություն էր, մերը հանրապետությունն է։ Այսինքն այն ամեն ինչ որ Տիգրան Մեծի համար շատ հոյակապա, Տիգրան Մեծը մեր համար կարա ապահովի կոլեկտիվ ինքնության զգացում, բայց ինքը ոչինչով մեզ չի կարող օգնի, թե ինչպես հանրապետություն կերտել։ Գարեգին Նժդեհը մեզ մոտ առաջացնում է ընդհանուր ինքնության զգացում։ Ավելին, որոշակի զինվորական հարցերում, միգուցե զինվորական մասնագետներին, բայց Գարեգին Նժդեհը հանրապետության մասին ոչ մի բան չի ասել։ Հանրապետության կառուցվածքի մասին ոչինչ չի ասել։ Պարլամենտը երկպալատ պետք է լինի, թե միապալատ, ինչը շատ վճռական տարբերություն է։ Միապալատապար Գարեգին Նժդեհը սրան չի անդրադարձել։ Ազգի մեծերը ժողովուրդ չեն անդրադարձել այն իրական խնդիրներին, որ այսօր մեր առաջ կանգնած է։ Դե այդտեղ էլ մեր խնդիրները հիմա խնդիրների հիմքը այդտեղ է։ Պատմությունը ժամանակը պահանջում է մեծերի սերունդ, քաղաքական մեծերի սերունդ, ու մենք պետքա, չգիտեմ, իմ սերնդակիցներով, մենք պետքա զինվորագրվենք կամ չգիտեմ ոնց ասեմ, այս գործին։ Տեսնենք մնացածը ժամանակը ցույց կտա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։